Անձնական շահեր են հիմա զանգել են, ասում կարա 3 շաբթի օրը փոխանցման ակտիվը ուղարկել են, ինչ որ սարքսան կա։ Տեսել եմ մեջ հիմա պայմանները դրած, իրենց ասել ձեր կառուցապատը կատարելիք սեփական որ այս փոխանցման ակտիվը ես չեմ ստացել։ Այլևս ներկա մտածել, որովհետեւ դա չի կարելի, այդ ներթելավել ոչ է շենքի հետ ենք համաձայն, այդ որ գրել են անկախ տեսանելիությունից քիչ ավելի դա մեր մեջքինակ չենք սարքել։ Գել են ոչ այդ առանձնացված բանի հետ եմ համաձայն, ոչ էլ իրենք իրենց ասածները արել են։ Ինձ ինչ մակետ ցույց են տվել, առնելու ժամանակ այդ էլ պետք է անեն։ Հիմա այս ամեն ինչը, որ իրենք իրենց հավաքել են, այսինքն իրանք դնեն, ինչ խոստացել են անեն, պիտի կառավարության կողմից էլ ճնշում լինի։ Հիմա եթե ձեր պահանջը այդ է, եկեք հասկանանք, մեր պահանջը մենք կառավարությունը պետք է լծակել ունենալ։ Մենք մեր պահանջները ձևակերպել ենք հստակ ու այդ պահանջներով գնացել ենք նաև կառավարություն 5 շաբթի օրը, որովհետեւ մեր պահանջները ներկայացնենք ու դրանց համար ստանանք հստակ երաշխիքներ ու հստակ պատասխաններ։ Էլի հայջում կոնկրետում եք հանդիպում։ Մենք ոչ մեկի չենք հանդիպել, մենք ընդունարանում մի քանի օր դուրս եք։ Ընդունարանում ուղղակի ասում ենք ընդունարանում տեղեկացնում ենք, որ մենք սպասում ենք, ընդունարանն էլ ասում էր ինչ հարցով է, ներկայացրել ենք հարցը ու ասել ենք սպասում ենք, որ մեզ ընդունեն։ Հիմա ընդունարանում մեզ տեղեկացրեցին, որ քանի որ իրանք շատ զբաղված են, այդ թվում կառավարության նիստից հետո ու կառավարության որևիցե, չգիտեմ, շարքային թեկուզ աշխատակից կլինի, չեմ ասում նախարար, փոխնախարար կամ ինչ որ, ոչ մեկ նույնիսկ ասենք դա հարկ չհամարեցին, որ այդքան հավաքված իր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գոնե ասենք ինչ որ մեկը դիմավորեր, լսեր իրենց խնդիրը, լսեր իրենց պահանջները։ Այդ քաղաքացիները այդ մարդկանց հետ կոնտակտ ուրիշ ունեն, էլի ամեն դեպքում չի որ պարտադիր է բան անեն։ Այդ կոնտակտը ես կարծում որ ձևական բնույթ է կրում ու այո, ես նորից կրկնվելու եմ, որ դա ծածկադմփոց արարողություն է։ Այդքան համաձայն, ոչ թե այդքան այլ համաձայն չէ, գիտեմ որ ուղիղ վարչապետի հսկողության մեջ է, գիտես კი, որովհետև հարցը ոչ թե մենակ այս 6 հոգիս են, այս 6 շենքերը, այլև այս համակարգը եթե բան եղավ, այսինքն մարդիկ միջև այսօր վստահ են, հիպոթեկոն առավ, բանը ոչ գցոցի կլինի, որ մենք ենք դա ասում ենք, եթե այս կառուցապատողը չի պատժվում ու չի պատժվելու, դա նշանակում է, որ բացվում է այդ Պանդորայի արկղը եւ մնացած բոլոր կառուցապատողները այս ճանապարհով կգնան ու բոլոր մնացած համակարգացիները հայտնվելու նույն խնդիրների առաջ։ Կամ եթե ասում եք, որ վերահսկողության տակ է, չէ՞, ինչու որևէ մեկը կոնտակտը դուրս չի գալիս մեզ հետ, որ մեզ տեղեկացնի, որ վերահսկողության տակ է, կարող է որ զուտ այնպես բողոքի ակցիայի նմանա մի կապ չունի, տեսեք, մինչև ես ինքս եմ Հայկի կոնտակտները փոխանցել Տիգրան Խաչատրյանին, բայց որ հանդիպել են դեկտեմբերին, բայց դրանից հետո օրինակ եթե իմանայի որ զանգ ա եղել Ադիլխանյանը չի պատասխանել, գրել եք չի պատասխանել, ասի ուրիշ բան։ Բայց հիմա ես մի հատ էլ լսակ է հետ։ Ասում եք վարչապետի ներողություն աստիճան, ասում եք վարչապետի հանձնարարությամբ եւ հսկողությամբ ստեղծվել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի մեր խնդիրներով, չէ՞։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ աշխատանքային խումբը ստեղծվել մեր խնդիրներով զբաղվելու ու մեր բնակիչներից որևիցե մեկը ներառված չի այդ աշխատանքային խմբում։ Հիմա արդարացի հարցը չէ հնչում։ Ուրը ինչի մենք այնտեղ ներգրաված չենք։ Եթե մեր խնդիրներին է վերաբերում դա, մենք պետք է ներգրաված լինենք ու մեր հետ էլ քննարկեն, հասկանան խնդիրները, պահանջները։ Հիմա եթե դա չի արվում, դա նշանակում է որ ծածկադմփոց ստեղծված հանձնաժողով է։ Դա ցանկություն։ Ասել ենք, այդ 5 շաբթի օրը կառավարությունում մենք դրա մասին ասել ենք, որ ասեցիք մտական թունարանից մենք ասել ենք, որ մենք պետք է ներգրավենք այդ հանձնաժողովում, այսինքն մեր պահանջներից մեկը նաև դա է։ Դրա համար մենք պահանջում ենք, որ որևիցե մի պաշտոնյա մեզ հետ իջնի, հանդիպի, մենք փոխանցենք մեր պահանջները, բայց կառավարությունը հարկ չհամարեց, որ մեր հետ հանդիպի։ Մտել եք ընդունարանում ում հետ եք խոսացել, էլի։ Ընդունարանի աշխատողը մեկի անվտանգության աշխատող։ Դե այդ եմ ասում, ոչ մեկ չի իջել։ Տեսեք, դրանից զատ է, տեսեք, մենք փորձել ենք սկզբում հանդիպում կազմակերպել, օրինակ նույն Ավինյանի հետ, չէ՞։ Չի ստացվում որևէ կերպ։ Մենք փորձել ենք տարբեր օղակների հետ, հա, այնտեղ դատախազություն, քննչական եւ այլն։ Բոլոր տեղերում, որտեղ որ դիմում ենք, տեսեք, խնդրում եմ լսեք։ Մինչև հարցը բարձրանում է, այսինքն չգիտեմ, մենք ուղարկում ենք մեր հարցը, նամակը եւ այլն, պատասխանը նույնիսկ ամենաչնչին անհեթեթ պատասխանը տևում է մինիմում 4-ից 5 ամիս մինչև գալիս է, մի րոպե։ Այդ ընթացքում
կառուցապատողը, տեսեք, ճանաչվեց սնանք, դրանից հետո ինքը փորձում է անօրինական գործարքներ կնքել այն հողի հետ կապված ու տենց լիքը Հիմա հարցեր։ մենք ուզած են, որ մեր պահանջները բավարարվեն, Հա, բայց- այստեղ անօրինական շենք չսարքեն, Հողը, մեր սեփականության իրավունքը տանեն մեզանից խլված 4000 քառակուսի Այդ է մեր ուզածը։ Հա, Ուրեմն ու այստեղ պիտի պատկան ամեն ինչ մարմինները- անենք, որ շենք չսարքեն։ Այդ Ոչ տենց միայն դա, կանենք, ասեք դուք պատկան մտածում եք որ մարմինները- սարքելու են այստեղ։ Չէ, չէ, տեսեք, Չէ, մենակ բացի ինչ- շենք սարքելը, այդ շենքից հողը բացի- մեր սեփականությունն է։ Մենք դրա համար վճարել Ճիշտ է, ենք։ Մեր ճիշտ գնման է, իրավունքի ճիշտ է։ պայմանագրով մենք այդտեղ համատեղ Դրա համար մարդիկ մեջը պայփ դրել են, որ սրանով համաձայնվում եք, որ Չէ, դա լրիվ ուրիշ բանի մասին է։ Անհասկացվածի մասին է։ Չէ, այդ կետը լրիվ ուրիշ բանի մասին է։ Այդ կետը, եթե հարցը անդրադառնա, հարցը հասնի այդ կետին, այդ կետի մեկնաբանումը կա։ Այդ կետը ընդհանրապես կապ չունի այդ խուլիգանական պահվածքի, որովհետև նույն կառավարության 596 որոշումը հստակ սահմանում է այն բոլոր պայմանները, որի պարագայում տրվում է ավարտական ակտ եւ շահագործման թույլտվություն։ Որովհետև ինձ համեստ են պահում, չեմ ուզում այս խնդրի մասին խոսել։ Մեկ էլ խնդիր կար, մենք էլ էինք բաղում։ Հա, բայց ես էլ իմ գործողությունները անում եմ առանց հրապարակայնացնելու այդ ամեն ինչը։ Այն ինչ որ կարելի է Տեղյակ եմ պահել բոլոր պետական կառույցներին, կապի եմ դուրս բերել բնակիչների հետ, որ փոխվարչապետի հետ հանդիպում լինի, մարդիկ խնդիրները ներկայացնեն, հասկանան ինչա կատարում ու կառավարությունում Տիգրան Խաչատրյանի հանձնաժողովը ինչ որ բան արել, հա։ ես չկամ այդ հանձնաժողովի մեջ, որ իմանամ ինչ են արել, բայց անում են, հա։ Ես սնանկության կառավարչի հետ եմ խոսած։ Դե չգիտեմ այդ հանձնաժողովի ձևաչափը ոնց է, կոնկրետ ինչ են անում, բնակիչների կարիքը ինչքանով կա, ինչքանով չէ, բայց եթե հիմա բնակիչները ցանկություն ունեն իրանք էլ ներգրավել, կարծում եմ ոչ մի բան պետք է դրան չխանգարի։ Չէ, ես մի քիչ ուրիշ ձևով այս հարցի կփորձեմ օգնել։ 2 տարի է ինչ է կարել, որ այդ ուրիշ ձևով հարցը լուծվի։ Նարինե ջան, ես էլ այս բնակիչների նման այս նույն խնդրից տուժած մարդ եմ։ Նես չի որ ասենք կարող է կողքից տպավորություն լինի, որ բանը իմ խնդիրը լուծվում է, տես չի, կամ բոլորի խնդիրը լուծվելու է, կամ ոչ մեկինը չի լուծվել։ Չէ, բա իհարկե ոչ մեկն էլ չունի։ Այդ 7 բնակիչի երևի այդ պայմաններին համաձայնել են, գնացել են ստորագրել, ես համաձայն չեմ, որտեղ ես Ալբինյան, վերջին հարցս գիտեք, որ Ամիոբանկը բնակիչների տմբման գումարն ամբողջությամբ հատկացրել է կառուցապատողին։ լսել եմ տես բան, չէ, այն ժամանակ օրենքը թույլ տալիս էր, հիմա որ օրենքը փոխեցինք, հիմա արդեն թույլ չի Եկել տալիս։ կներեք մի հատ հարց, քաղաքապետարանին էլ կասեք, էլի քաղաքապետը այդ ինչ անպայման։ օրենքով, ասեն գլխավոր Անպայման, հատակագծից առանձին հասցե է տվել։ Դա հանցագործության նման մի բան է, էլի։ Ճիշտ եմ ասում։ Հա, դուրս ճիշտ եմ ասում։ Ասեք կանենք։ Հասկանում ենք, թագ բա, всё։ Ախպերս կամ տեղը ես ասեմ կես եկել եմ ասել, բան չի մտել։ Մարդկանց վրա է շուտ տանած։ Ցամը տանեմ, ախպերս կնիկը սեանը սպասում։ Հասկանում եմ ձեզի։ Արա ես այդ կողմնակիցն եմ, Ես համաձայն եմ, հասկանում եմ, ասող։ քաղաքական չի սա։ Կանաչամանները բերեք դնենք էլի։ Արա ախպեր ջան, մի բան չի մնացա, ես դիմացի մայթը կնիկը ձեզ հասկանում եմ։ Ոչինչ էլ մեկին դել ասպան ցավը տանը, մի նեղացի, բայց Զանգին տես, Այդ ավտոբուսն է տվել։ չեմ խափում ախպեր։ Արա ենգնը։ Ցավը տանեմ, ախպեր ջան, ընկերներ ջան, ախպեր ջան, կնիկը սնդը սպասում է, այլի զանգին տեսել, չեմ խափում։ Իրանն էլ երեխեն ասպասում։ Ախպեր ջան, աղեք նայեք չեմ խափում ձեզի։
Նայեք, ինձ սպասրապ դիտան։ Դուրս բան եմ ասում, ցավը տանեմ, ես իմանա եմ քիչ արա։ Ես մի մոմենտ Դավրելի բարձատը բաց են էլի։ Ասատը բաց են, խնդրում եմ։ Աղբեր ջան, ցավը տանեմ։ Արայով սուկա։ Այն Մարգոսը ճամփեն փագել են, ինչ ասում եմ չեն հավատում, որ սպասում են։ Ուրեմն շենքերում կունենք խնդիր կառուցապատողի հետ, կառուցապատողը սնանկ է ճանաչվել, հողը օտարել անօրինական ճանապարհով, որովհետև հողը պատկանել է մեր ընդհանուր նախագծով հաստատված փաթեթին, նախագծից օտարվել է այդ հողը, որի պատճառով մենք չենք կարողանում ոչ շահագործման ակտ ստանանք, ոչ սեփականության վկայականներ ստանանք։ Խնդիրը ներկայացրել ենք բոլոր պատկան մարմիններին, ոչ մի արձագանք չունենք, հինգշաբթի օրն էլ ներկայացրել ենք կառավարություն, մոտ 200-300 բնակչով այնտեղ ենք, մեզ ոչ մեկ չընդունեց։ Մենք փորձում ենք այս ճանապարհով ուշադրություն գրավենք ու փորձում ենք մեր խնդրի լուծումը այս ձև բարձրացնել։ Հիմա ձեր անունը կասեք։ Տիգրան։ Հարգելի Տիգրան ջան, ես ձեզ խնդրեմ ուղղակի մեկ գիծը բացեք, երթևեկությունը, բարև ձեզ, երթևեկությունը չխոչընդոտենք հարգելիներս։ Միգուցե շտապօգնության մեքենա կա, հրշեջ մեքենա կա ու շատ արագ պիտի հասնի։ Խնդրում եմ ձեզ մի գիծը բացեք։ Հարգելիներս, խնդրում եմ լսեք։ Մեկ գիծը բացում ենք, տղեկ ջան։ Մենք ներողություն էլի, ներողություն, ես մի բան ասեմ։ Այսինքն ոչ համան, ներողություն ես մի բան ասեմ։ Մենք ալտերնատիվ ճանապարհներ թողել ենք։ Մենք այնպես չի որ այնպես ենք անենց ենք փակել, որ այդ ձեր ասած շտապօգնության կամ հրշեջ մեքենաները չկարողանան երթևեկեն։ Ալտերնատիվ ճանապարհները կա, մենք այդ հասկացողություն ունենք, մենք չենք խոչընդոտել այդ ալտերնատիվ ճանապարհները չենք փակել։ Տիգրան Պետրոսյանով ճանապարհը կա, այս բակային տարածքներով ճանապարհները կա, մենք չենք փակել դա։ Իսկ ուրիշ միջոցներ փորձել եք, ինչ որ միջոցներ ձեռնարկեք։ Ցավը տանեմ։ Կառուցապատողի հետ զրույցներ, խոսակցություններ։ 5 շաբթի օրը դուք կառուցապատող եք ասում, մենք 5 շաբթի օրը կառավարությունում ենք եղել։ Կառավարությունը թքած ունի մեր վրա, մեր խնդիրների վրա թքած ունի, հասկանում եք։ Մենք էլ ուրիշ միջոց չունենք պայքարելու։ Մենք 3 տարի այս խնդրին բախվել ենք, վերջի անցյալ տարվա սեպտեմբերից սկսած փորձել ենք քաղաքակիրթ եւ իրավական մեխանիզմներ օգտագործելով մեր խնդրի տեղ հասցնենք ու այդ խնդրին լուծում ստանանք։ Դիմումները գրել ենք վարչապետին էլ, դատախազին էլ, քննչական կոմիտեի նախագահին էլ, քաղաքապետին էլ, բոլորին դիմումները գրել ենք։ Գնացել ենք կառավարություն 2 անգամ, մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Հայաստան Հանրապետության քաղաքացիները լքված են մեր պետության կողմից։ Մեզ ուրիշ ճար չի մնում, որ պայքարի այս ծայրահեղ տարբերակին ենք անցել։
Լավ, հիմա Այսինքն մենք սպառել ենք բոլոր այն միջոցները, ինչի մասին որ դուք ասում եք, հա, որ պայքարի այլ տարբերակներ կան։ Մենք սպառել ենք դա արդեն։ Հասկանում եք։ իհարկե հասկանում։ Դրա համար մենք չունենք էլ ուրիշ պայքարելու, ասենք, այլ լծակներ չունենք։ Ոնց դիմեմ ձեզ։ Հայկա իմանալու։ Հայկ ջան, մեր քաղաքացին հայտնեց, որ 10 րոպե ժամանակ է մնացել, չէ՞։ Սա կբացեք, հա։ 10 րոպե ժամանակ, հարգելիս, Հայկ ջան, ներողություն էլի։ Հիմա լսեք, 10 րոպե ժամանակ, որ դուք ասում եք, որ մնացել է, հա, հիմա ուշադրությունը արդենից գրավել եք, չէ՞ ժողովուրդ։ Տեսեք, նայեք։ 4000 բնակիչը, 4000 բնակիչը։ Մի հատ լավ յուղի բնակչություն է։ Հիմա 4000 բնակչին կարելի է ոտնահարել իրավունքները։ Իհարկե ոչ։ Կարելի է նեղություն տալ առնվազն 3 տարուց ավել, իսկ այդ բնակիչը սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից իրավունք չունի օգտվի։ Իրավունք չունի խաղաղ բողոքի ակցիա իրականացնի։ Իրավունք չունի իր խնդիրը բարձրաձայնի։ Մեկ վարքյան ներողություն։ Իրավունք չունեն ճանապարհ փակել։ Կներեք Զարթում է մեր գնաց հողամասից 4000 քառակուսի մետր զարթում է։ Հիմա մենք ինչ անենք։ Դիմումները գրած է, դրա մասին բոլորը տեղյակ են, կառավարություն, վարչապետին, բոլոր տեղերը դիմումները գրած է, հստակ այդ բոլոր ապօրինությունները սաղ նկարագրած է, բայց որևէ գործողություն չի արվում։ Նույն իրավապահ համակարգը ոչ մի բան չի անում այդ ապօրինությունների հետ կապված։ Ինչ անենք, ասեք։ Ոստիկաններից մեկը կարող է գնա այնտեղ մոտենա այս հարցը կարգավորի էլի։ Ինչ է։ Եք շրջում ես ծոցը։ Ուզում ենք մեր ձայնը հասցնել պատկան մարմիններին, կառավարությանը, Երևանի քաղաքապետին, որ այսպես չի կարելի մի ամբողջ 4000 բնակչություն ունեցող թաղամասին թողնել մենակ ու ընդհանրապես թքած ունենալ այդ քաղաքացիների ճակատագրի վրա։ 30 րոպեից ավելի փակել եք ճանապարհը, ոչ կառավարությունը։ Մենք պայմանավորվեցինք մեր համայնքային ոստիկանների հետ, որ շնորհակալ եմ։ Այո, մեր համայնքային ոստիկանները շատ պարկեշտ վարք են դրսևորել, շատ պատշաճ ծառայություն իրականացնում, պահպանում հասարակական կարգը։ Մենք էլ պայմանավորվել ենք համայնքային ոստիկանների հետ, որ 9-ից 10 րոպեին մենք կբացենք ճանապարհները, բայց այս պրոցեսները լինելու են շարունակական, մինչև մենք պատշաճ արձագանք չստանանք քաղաքապետարանից եւ կառավարությունից։ Եթե պատշաճ արձագանք չլինի, ակցիաները շարունակվելու են ավելի հզոր ու տարածական առումով տարածվելու են արդեն այլ ուղղություններով։ Ընդհանուր մինչև Դավիթ Հաշյանի կամուրջ տանող բոլոր ճանապարհները մեր կողմից էլի փակվելու են։ Հաշվի ճանապարհը փակել են այդ բաները, ղեկավար պատկան մարմինները, որ ուզում են մեր հարցերին պատասխանում չեն գալիս։ Հաշվեք իրենք են ճանապարհը փակել։ Թող գան, ոչ մեկ չի Ոչ փակել։ քաղաքապետարանից եկան, ոչ Դա հաշվեք իրենք են փակել, իսկ բնակիչները ճանապարհը բացել։ Գալիք ունեիք, բայց Այո, մենք մեր պահանջները, այո, ներկայացրել ենք, մեր պահանջները նաև հրապարակված են լրատվամիջոցների իրենց կայքեջերում։ Ես հույս ունեմ, որ մեր պաշտոնյաները ի վերջո կգտնեն այդ կամքը, չեն ունեն այդ կաշկանդվածությունը, որը մեր ենթադրությամբ ունեն, եւ կփորձեն բնակիչների հետ հանդիպել եւ բնակիչների խնդիրներին արդարացի լուծում կտան։ 2 տարի է բարձրաձայնում եք, հիմա կհիշեցնեք ինչ եք պահանջում, ամենագլխավոր 3 քայլերը։ Գլխավոր պահանջներն են այս պահի դրությամբ, որ նախ եւ առաջ պետքա վերադարձվի մեզանից խլած, մեր կողմից գնված 4000 քառակուսի մետր հողատարածքը, որը նախագծով նախատեսված է բակային եւ կանաչապատ տարածքի համար։ Սա թող Երևանի քաղաքապետը որպես ուղերձ ընդունի, իսկ կառավարությունը որպես վերահսկող թող այդ process-ը վերահսկի, որ դա տեղի ունենա, որովհետև մենք գնման իրավունքներով ձեռք ենք բերել այդ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականություն, մեր իրավունքները ամբողջովին ոտնահարվել են եւ այդ հողամասը ուղղակի առանձնացվել է եւ նախնական առողջարքի պայմանագրով օտարվել է։
Մյուս պահանջը մեր կապված է բնակարանների սեփականության իրավունքի փոխանցման հետ։ Սեփականության իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի այնպիսի մեխանիզմներով, որ քաղաքացիներից, գնորդներից հավելյալ գումարներ չպահանջվի ոչ մի կառույցի կողմից, այդ բանկի, չգիտեմ, ասենք, եթե ասենք այլ կառույցներ կան իրանց կողմից էլ։ Բնակիչը պայմանագրով սահմանված գինը արդեն վճարել է եւ չի պատրաստվում այլևս հավելյալ գումարներ վճարել։ Եվ շատ կարևոր է կանխիկ վճարումներով գնորդների հարցը, որ էլի այս բնակիչները այստեղ հավաքված են, նոտարի իրականացրած հանցագործ գործողությունների հետևանքով այս մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ պարտավոր են նորից իրենց պայմանագրի գումարը ամբողջությամբ վճարեն։ Այդ հարցի արդարացի լուծում, պատասխանատվության թող ենթարկեն նոտարին, կառուցապատողին, չգիտեմ, այդ կանխիկ գումարը խարդախությամբ մարդկանցից վերցրել են։ Եվ ամենակարևորը նորից ուղերձը քաղաքապետարանին, որ չպետք է թույլատրվի նախագծի որևէ փոփոխություն, ինչը որ հաստատված է եղել, եւ պետք է լուծեն այս թաղամասի շահագործման թույլտվության հարցը, որովհետեւ այն իրավիճակում փաստացի ինչ որ մենք ունենք այսօր հողի վրա, այդ իրավիճակում օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման թույլտվություն ստանալ հնարավոր չի։ Հայկի, ձեր կարծիքով զարմանալի չի, որ 2018-ին այս ճանապարհներ փակելով իշխանության եկածները նախորդ տարի ասենք կանենք կարկախոսով իշխանություն նորից վերցրած քաղաքային իշխանությունը անտարբերություն է ցուցաբերում, որովհետև ըստ էության այս խնդիրը առկա է շատ թաղամասերի հետ ու բնակիչները բարբերաբար, այդ թվում եւ օրինակ նույն վերածնունդ թաղամասի բնակիչները ստիպված էին բողոքի ակցիաներով հասնել խնդրի որոշակի կարգավորմանը։ Ինչով եք պայմանավորում եւ կենտրոնական եւ քաղաքային իշխանության անտարբերությունը բնակիչների։ Տեսեք, ես կարծում եմ, որ խնդիրը համակարգային է եւ իրավական, անհրաժեշտություն կա օրենքներով, իրավական ակտերով կարգավորել կառուցապատման վերաբերվող օրենսդրությունը եւ իրավական ակտերը, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն։ Այդտեղում նաեւ գումարների փոխանցումը կատարվի եւ Այո, տեսեք, եթե նոտարը պատշաճ ձևով իրականացներ իր օրենքով իրեն լիազորված գործողությունները, ոչ մի բնակիչ չէր հայտնվի այս վիճակում կանխիկ վճարած բնակիչներին նկատմամբ, որովհետև նոտարը պարտավոր էր մարդկանց պարզաբանել, որ կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունք ձեռք բերելիս գնորդը պետք է վճարի բացառապես անկանխիկ եղանակով կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցման միջոցով։ Նոտարը պետք է տեղեկացներ դա գնորդին պայմանագիրը ստորագրելուց առաջ, որը նոտարը չի արել։ Դե ենթադրում ենք ինչի չի արել, երևի ոչ թե երևի իրար հետ կազմակերպված են այդ process-ը իրականացրել։ Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ պատկան մարմինների հետ կապված կամ իշխանությունների, այո, մենք տեսնում ենք մի վարքագիծ եւ կառավարության կողմից եւ Երևանի համայնքի կողմից, որ անտեսվում են սեփական երկրի քաղաքացիների իրավունքները, անտեսվում են սեփական երկրի քաղաքացիների խնդիրները ու որևէ կերպ արձագանք, պատշաճ արձագանք չի տրվում։ Հիմա ճանապարհը բացելուց հետո այսօրվա ակցիան համարեք ավարտված։ Այսօրվա ակցիան մենք այո հիմա ճանապարհը կբացենք, կհամարենք ավարտված, բայց եթե չլինեն հստակ պատշաճ արձագանքներ պատկան մարմինների կողմից, մենք այս ակցիաները շարունակական բնույթ է կրելու ու ավելի հզոր ծավալներով, ինչպես նաև ես կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր բախվում են կառուցապատողների հետ խնդիրների ու իրենք էլ ունեն խնդիրներ, որոնք չի լուծվում ոչ Երևանի համայնքի կողմից, ոչ կառավարության կողմից, բոլորս պետք է համախմբենք, Ժողովուրդ ջան, սա համակարգային, սա խնդիր է։ Այստեղ բոլոր բնականon ձեռք բերողները երիտասարդ ընտանիքներ են մանկահասակ երեխաներով ու ասենք չի կարելի պետության մեջ նմանատիպ մեծ ներդրում կատարած երիտասարդ ընտանիքներին այսպես վերաբերվել։ Այս թող պետությունը իդեմս կառավարության սա շատ լավ գիտակցի։ Թունյանն էլ խոստացավ, որ որոշակի քայլեր կձեռնարկի, նախ 2 տարի ասաց, որ ապրում է այստեղ ու այո 2 տարում ինքը ձեր պայքարին միացած է։ Մենք որոշակի շփումներ ունեցել ենք պարոն Թունյանի հետ, այո, եղել են շփումներ, փորձ է արվել որոշակի խնդիրների լուծում ստանալ, բայց ցավոք առ այսօր մենք չենք ստացել այդ լուծումները։